Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է դատական իմունիտետին։ Մենք այս հարցի շուրջ կխոսենք իհարկե աշխատանքային իրավահարաբերությունների համատեքստում եւ այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել փաստաբան Տաթևիկ Բուջատյանին։ Բարև ձեզ, Տիկին Բուջատյան։ Բարև ձեզ։ Տիկին Բուջատյան, հանրությանը ավելի շատ դատական իմունիտետը հայտնի չէ, որքան որ պատգամավորական անձեռնմխելիությունը, նախագահական իմունիտետը, դիվանագիտական եւ այլն։ Եվ դատական իմունիտետի մասին հաճախ պատկերացում որպես այդպեսին չկա։ Իհարկե տարբեր աղբյուրներում, միջազգային իրավական ակտերում դատական իմունիտետի բացատրությունը կա, բայց այստեղ էլ եթե անձիկ տեղեկանում են, որ դա ըստեյության պետական անձեռնմխելիությունն է նեղ տեսքով եւ այստեղ շատ հաճախ երբ որ այլ պետության դեմ ներկայացվում է դատարան հայցադիմում, պետք է այլ պետության համաձայնություն այս եւ այլ հարցերի շուրջ մենք կխոսենք, բայց նաեւ շատ կարեւոր է դատական իմունիտետը ոչ միայն այսպես իրավական կարգավորումներում, միջազգային իրավական չափորոշիչների համատեքստում, այլ պրակտիկայում։ Եվ պրակտիկայում դա այն դատական գործերն են, որոնք գալիս են մեզ ցույց տալու այս ինստիտուտի մեկնաբանությունը, նաեւ այս ինստիտուտի հետ տարբեր իրավունքների պաշտպանության ժամանակ, թե ինչպես պետք է կարգավորվի, ինչպիսին է դատական պրակտիկան եւ ինչպես պետք է ի վերջո այն զարգացվի, որպեսզի բխի անձանց իրավունքներից եւ հիմնական շահերից։ Եվ այս առումով սկսենք հետևյալից, դուք վերջերս հնարավորություն եք ունեցել ձեր վստահորդի շահերը ներկայացնելու դատարանում, որը որ վերաբերում է այս համատեքստում հարցերի բարձրացմանը եւ իրավունքների պաշտպանությանը, բայց այդ մասին մենք դեռևս կխոսենք, քանի որ այստեղ հենց կոնկրետ գործ է եղել աշխատանքային իրավունքների հետ կապված, երբ անձը հանդիսացել է օտարերկրյա պետության ներկայացուցչությունում աշխատող։ Այս մասին ավելի ուշ եւ սկսենք նրանից, քանի որ վեճը հենց վերաբերել է վերջնահաշվարկին, սկսենք դրանից։ Սովորաբար աշխատանքային օրենսդրությունը գործատուի պայմանագրի լուծման դեպքում տալիս է այդ հնարավորությունը վերջնահաշվարկի պարտավորությունը վերջնահաշվարկի լրիվ հաշվարկման, այսպես։ Ինչ է սա նշանակում վերջնահաշվարկի այդ հաշվարկը եւ հաշվարկումը եւ ինչ է իր մեջ ներառում։ Շնորհակալություն հրավերի համար եւ հարցի համար։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն գործատուն աշխատողի հետ պարտավոր է կատարել վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։ Վերջնահաշվարկը իր մեջ ներառում է փաստացի աշխատած, բայց չստացված աշխատավարձի գումարը, ինչպես նաև ամենամյա չօգտագործված արձակուրդի դրամական փոխհատուցման գումարը։ Վերջնահաշվարկի հետ կարող է հաշվարկվել նաև այլ վճարներ, օրինակ պայմանագրով կամ օրենքներով սահմանված նախատեսված վճարներ, արձակման նպաստ, հավելավճար, պարգևավճարներ եւ այլն։ Այն դեպքում, երբ գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման օրը հնարավորություն չունի կատարելու վերջնահաշվարկ, օրինակ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ այլ անհնարինություն է առկա, ապա այդ դեպքում գործատուն պարտավոր է վերջնահաշվարկ կատարել աշխատողի դիմումից հետո 5-օրյա ժամկետում։ Եթե դատարան եք դիմում, ինչ առանձնահատկություններ կան, երբ որ գործատուն այդ վերջնահաշվարկը չի կատարում սխալներով է եւ անձը իրավունք ունի դիմելու դատարան։ Այ կան որոշակի առանձնահատկություններ վերջնահաշվարկի դատական պրակտիկայով պաշտպանության ժամանակ։ Առանձնահատկությունների մասին կխոսեմ իհարկե, այստեղ ավելի շատ բարդությունների մասին է խոսքը, քանի որ նախ ցանկացած հայցի դեպքում, երբ որ քաղաքացին մարդը դիմում է դատարան, ինքը պետք է կարողանա պատկերացնել, թե ինչ է իրենից սպասվում, ինչ պետք է արվի դատարանում եւ դատավարությունը ինչպես պետք է ընթանա։ Շատ դեպքերում քաղաքացիները պատկերացում չունեն, անգամ ամենախելացի կրթված մարդիկ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է սպասվում եւ մարդկանց թվում է, որ իրենք գնան դատարան, պատմեն իրենց գործի մասին, դատավորը կլսի, կհասկանա եւ կընդառաջի։ Դա այդպես չէ, կա ապացուցողական կազմ եւ այն պահանջը, որ դու ներկայացնում ես, դրանում վկայակոչված փաստերը հիմնավորող ապացույցները պետք է ներկայացնես հենց ինքդ, այսինքն հայցվորը։ Նույնը վերջնահաշվարկի դեպքում պետք է նախապես ապահովել այն ապացուցողական կազմը, այն ապացույցների շրջանակը, որը
դրված է լինելու ապացուցման բեռը դրված է լինելու քո վրա, հայցվորի վրա։ Դա աշխատանքային պայմանագիրն է, հաշվարկն է, թե ինչ ձևով է գոյացել այդ գումարը, որ պահանջվում է պատասխանողից, վճարման տեղեկանքներ եւ այլ հրամաններ, այլ ապացույցներ։ Հաջորդ բարդությունը, որ կարող է լինել, դա երբ որ գործատուն կամ լուծարվում է, կամ լուծարված է, կամ սնանկ է ճանաչվել, այստեղ եւս կան բարդություններ, այսինքն աշխատողը պետք է փորձի հստակ եւ հնարավորինս արագ ինֆորմացիա ստանա հավաքի, թե որ փուլում է գտնվում։ Եթե լուծարման գործընթացը չի ավարտվել, պետք է պահանջ ներկայացնել լուծարային հանձնաժողով, հավաստիանալ, որ վերջնահաշվարկները բոլոր աշխատողների հետ կատարված են, վճարումներն արված են կամ պահանջները ներառված են լուծարման գործընթացում։ Նույնը եւ սնանկության դեպքում պետք է հասկանալ, եթե գործատուն սնանկ է ճանաչված, ուրեմն սահմանված ժամկետներում պետք է պահանջը ներկայացնել հիմնավորվող ապացույցներով սնանկության կառավարչին, դատարան եւ հաշվառել իդեպ աշխատանքային վեճերով պահանջները առաջնահերթության իրավունք ունեն եւ այո, դրանք ներառվում են առաջնահերթության կարգով։ Սակայն այստեղ եւս կա նրբություններ, գործընթաց, դատական վեճեր, որոնց ճիշտ կլինի, որ քաղաքացին պատրաստ լինի եւ տեղեկացված լինի։ Հաջորդ բարդությունը կամ առանձնահատկությունը դա հենց դատական իմունիտետի իրավունքն է, որ օտարերկրյա պետությունները օգտվում են եւ շատ հաճախ աշխատանքային վեճերի ժամանակ գործատուն, եթե օտարերկրյա պետություն է կամ դիվանագիտական ներկայացուցչություն, ընդհանրապես դատարան չներկայանալով ազատվում է պարտականությունից, այդ թվում իր գույքի վրա արգելանք դնելու հնարավորությունից։ Եկեք անդրադառնանք հետևյալին։ Դատական իմունիտետը, եկեք նաև նորից անդրադառնանք սահմանում փորձենք տալ ինչ է դատական իմունիտետը եւ փորձենք հասկանալ արդյոք դատական իմունիտետի ժամանակ անձը իրավունք ունի եւ ունի դիմելու դատարան այդ աշխատանքային իրավունքների օրինակ կոնկրետ այսօր մեր կողմից քննարկվող համատեքստում հայց ներկայացնելու տվյալ պետության դեմ ով խախտել է, թե անհրաժեշտ է անպայման այդ պետության համաձայնությունը եւ հետո կանցնենք ավելի պրակտիկ կողմին, հա, ինչպիսին է մեր դատարաններում ընդունում են այդ հայց դիմումները, ինչ ընթացք է ստանում։ Դատական իմունիտետը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով 432-րդ հոդվածն է կարգավորում, բառացի մեջ չեմ բերի, տրամաբանությունը կայանում է նրանում, որ օրենսդիրը սահմանում է իրավունք, այսինքն օտարերկրյա պետության կամ դիվանագիտական ներկայացուցչության դեմ հայց կարող է ներկայացնել կամ նրան երրորդ անձ կարող է ներգրավել միայն այն դեպքում, երբ վերջինս տալիս է իր համաձայնությունը։ Այդ թվում հենց այդ նույն նորմով կարգավորվում է, որ կարող ես գույքի վրա օտարերկրյա պետության սեփականության իրավունքով պատկանող գույքը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կարող ես արգելանք կիրառել կամ հայցի ապահովում կիրառել կամ հարկադիր կատարման փուլում բռնագանձում տարածել այդ գույքի վրա, նույնպես միայն օտարերկրյա պետության համաձայնության դեպքում։ Սա որոշակի արտոնություն է, որը ազատում է օտարերկրյա պետություններին իրենց ինքնիշխան կառավարման ընթացքում ներգրավել դատական process-ների մեջ, այսինքն ազատում է օրենսդրական, դատավարական, վարչական այստեղ պետության համաձայնությունը ինչ եք կարծում, արդյոք չի նշանակում, սա կարող է տարբեր ձևով մեկնաբանվել անգամ իրավաբանների, միջազգայնագետների եւ տեղական իրավաբանների կողմից, բայց արդյոք սա չի նշանակում, եթե պետության համաձայնությունն է նախապայմանը, այսինքն պետությունը գտնում է, որ այո կավե, չկամ ինչ-որ առումով կա իրավունքի խախտում եւ այդ դեպքում համաձայնում է, որպեսզի հայց հարուցվի։ Արդյոք այստեղ պետության համաձայնությունը կարող է այսպես մեկնաբանվել, թե այստեղ ուրիշ կոնտեքստում է պետության համաձայնությունը զուտ ընթացակարգերը սկսելու տեսանկյունից։ Համենայն դեպս օրենքի տրամաբանությունը խոսում է, որ իր համաձայնությունը պետք է լինի, այսինքն ինքը պետք է ցանկանա գալ դատարան, ես դատական վեճերի օրինակով եմ, հա, ասում, կամ վարչական իրավահարաբերության կամ ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ ներգրավել միայն եթե ինքը հրաժարվում է իր իմունիտետից։ Եթե ինքը չի հրաժարվում,
դու հարկադրաբար չես կարող նաև իր գույքը բռնագրավել կամ արգելանք կիրառել եւ այլն։ Սակայն հենց այս նորմը, ինչպես եւ ցանկացած նորմ, կարծում եմ, նշում է, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով, որովհետեւ միջազգային պայմանագրերով, միջազգային իրավունքի տեսանկյունից կան որոշակի սահմանափակումներ, որոնք պետք է հաշվի առնել։ Դուք ունեցել եք նմանատիպ գործ, երբ աշխատակիցը եղել է օտարերկրապետության ներկայացուցչության աշխատակից, եւ նրա իրավունքները, աշխատանքային իրավունքները խախտվել են եւ անհրաժեշտություն է առաջացել վերջնահաշվարկի կատարման պարտավորության գործատուի կողմից։ Այստեղ խնդիրը այն է եղել, որ գործատուն համաձայն չի եղել վերջնահաշվարկը կատարել օգտվելով դատական իմունիտետից, թե այստեղ վերջնահաշվարկը ճիշտ կամ լրիվ չի կատարվել, որն է եղել իրավական վեճի առարկան, եթե կարելի է։ Քանի որ ապա անձնավորված ենք խոսում, կարծում եմ կարող ենք անդրադառնալ։ Տեսեք, դեսպանությունը ցանկացած աշխատողի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր եւ տվյալ դեպքում ինվեստորի հետ յուրաքանչյուր տարի կնքվել է պայմանագիր։ Ամեն տարվա պայմանագիրը իր մեջ գրել է ավելի վատթարացնող պայմաններ, աշխատավարձի ավելի ցածր գին, քան նախորդող պայմանագիրը եւ ինչ որ մի կետի աշխատողը հրաժարվել է այլևս ստորագրել պայմանագիրը եւ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Նման պայմաններում դեսպանությունը որպես գործատու պարտավոր էր կատարել վերջնահաշվարկ, ինչը եւ փորձել է կատարել, չի հրաժարվել վերջնահաշվարկ կատարելուց, սակայն իր հաշվարկով գումարը եղել է էականորեն գրեթե 2 անգամ ավելի ցածր, քան պետք էր վճարել։ Իմ աշխատողը բնականաբար հրաժարվել է այդ վերջնահաշվարկի գումարից, խնդրել է ճիշտ հաշվարկ կատարել եւ վճարել ամբողջ վերջնահաշվարկի գումարը։ Վեճը ծագել է այստեղ։ Պարտավորությունը ընդունել են, դեսպանությունը ընդունել է, որ պետք է կատարի։ Հետագայում արդեն վեճի ընթացքում, երբ մենք դիմել ենք դատարան, ուղղակի դեսպանությունը հրաժարվել է ծանուցումները ստանալուց եւ դատարանը փորձել է վերջինիս ծանուցել արտաքին գործերի նախարարության միջոցով։ Եվ արտաքին գործերի նախարարության գրությունը իր մեջ պարունակել էր ուղղակի հուշում, որ պետք է այստեղ կիրառել դատական իմունիտետ, ինչն էլ դատարանը անմիջապես կատարել էր։ Բովանդակությունը այսպիսին էր, քանի որ դեսպանությունները օգտվում են դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայով եւ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի դատական իմունիտետով վերջիներիս հնարավոր չէ ծանուցել եւ նրանց հանդեպ պետք է կիրառել դատական իմունիտետ։ Ես այստեղ ուզում եմ շեշտել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ առհասարակ աշխատողների իրավունքներին, որովհետեւ նույն արտաքին գործերի նախարարությունը դիմել էր նաեւ ինվեստորը, այսինքն հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին, խնդրելով միջամտել կամ օգնել կամ ուղղորդել այս վեճի լուծման հարցում։ Ինչին ի պատասխան արտաքին գործերի նախարարությունը պատասխանել էր, որ այս հարաբերությունը կրում է բացառապես քաղաքացիայի իրավական հարաբերություն, այն բխում է կողմերի միջև աշխատանքային պայմանագրից, հետևաբար արտաքին գործերի նախարարությունը իրավասու չէ միջամտելու։ Այսինքն իր քաղաքացուն պատասխանում է, որ սա քո խնդիրն է, քաղաքացիայի իրավական է, աշխատանքային պայմանագիր է, գնա ինքդ լուծիր, ոնց ուզում ես դատարանի միջոցով, իսկ դատարանին հուշում է, ասում է ոչ մի բան մի արա, կարճի, որովհետև այստեղ դիվանագիտական ներկայացուցչությունը արտոնություն ունի։ Այսինքն ինչ է ստացվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ես ուղղակի ուզում եմ այստեղ շեշտել, որ մոտեցումը պետք է լիներ ընդհակառակը։ Այսինքն պետք է հենց արտաքին գործերի նախարարությունը տեղյակ լիներ միջազգային իրավունքի սկզբունքներից կամ կիրառված պրակտիկայից եւ հուշումը լիներ հօգուտ քաղաքացու։ Ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք դատական իմունիտետի մասին եւ դատական իմունիտետը այսօր մեր քննարկման առարկա է դարձել մասնավորապես աշխատանքային իրավունքների պաշտպանության համատեքստում, օրինակ եթե անձը աշխատում է օտարերկրյա պետության ներկայացուցչությունում եւ ունի աշխատանքային իրավունք
իրավունքների ոտնահարում, ինչպես նա պետք է վարվի, դիմի դատարան, չպետք է դիմի, ինչ պաշտպանության մեխանիզմ է գործում այս առումով։ Եվ այս հարցերի շուրջ մեր տաղավար ենք հրավիրել փաստաբան Տաթևիկ Բուջատյանին։ Շարունակելով մեր զրույցը Տիկին Բուջատյան, շատ կարևոր է, որ այս մասին խոսում ենք այսօր մեր տաղավարում, քանի որ մի շարք աշխատակիցներ կան, աշխատողներ կան, թե միջազգային կազմակերպություններում, թե օտարերկրապետության ներկայացուցչություններում, որտեղ ես վստահ եմ լինում է իրավունքների, աշխատանքային իրավունքների ոտնահարում եւ հաճախ դատարան չեն դիմում կամ դիմում են պրակտիկան լինում է այնպեսին, որ կարճվում է գործերը դատարանների կողմից։ Այս պրակտիկայի մասին եթե կարելի է կհուշեք ինչպիսին է պրակտիկան դատարանների շրջանակներում։ Պրակտիկան քիչ է եւ հիմնական ձևավորված պրակտիկան այն է, որ դատական վեճերը կարճվում են դատական իմունիտետի կիրառման հիմքով։ Այսինքն այդպես գործը ավարտվում է այդ փուլում, կարճում է ու ոչ մի ընթացք եւ իրավունքները չեն որպես այդպեսին պաշտպանվում, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն քաղաքացին զրկվում է դատական պաշտպանությունից, դատարանի մատչելիության բացակայության պատճառով։ Կոնկրետ այս դեպքում ոչ մատչելի է դատարանը մնում, այո, որտեղ եւ այսպեսի մի հարց, եկեք անդրադառնանք նաեւ միջազգային պրակտիկային։ Ինչպիսին է միջազգային պրակտիկան այս իմաստով։ Երբ մասնավորապես անդրադառնանք Եվրոպական դատարանի նախադեպ այն պրակտիկային, որտեղ ըստ էության նմանատիպ դեպքերում անձիկ դիմում են Եվրոպական դատարան եւ կան քննված գործեր։ Այն եթե կարելի է խնդրում եմ մեկնաբանեք կամ ներկայացրեք ինչպիսին է Եվրոպական դատարանում պաշտպանության մեխանիզմը այս իմաստով։ Ես նախ ուզում եմ անդրադառնալ, թե ինչով է պայմանավորված քիչ պրակտիկան կամ գործերի այդպիսի ելքը, կարճման ելքով։ Ես ենթադրում եմ, որ նախ գործերն են փոքրաթիվ, որովհետև այնուամենայնիվ աշխատանքային հարաբերությունները միջազգային դեսպանություններում այնքան տարածված չէ, ինչքան ցանկացած այլ ընկերությունում աշխատանքներ, այլ աշխատանքային վեճերի դեպքում եւ նաեւ գուցե այստեղ բարդությունը առաջանում է նրան, որ միջազգային իրավունքի կիրառումը ավելի բարդ է, միջազգային իրավունքը ընդհանրապես ավելի բարդ ոլորտ է եւ հաճախ կիրառելի չէ եւ իրավաբանները, փաստաբանները եւ նույնիսկ դատավորները այդքան չեն խորանում դրա եւ պրակտիկայի եւ նորմերի մեկնաբանության մեջ։ Ինչպես նաև երևի, որ հարցերը, հարաբերությունները կրում են ինչ որտեղ քաղաքական կամ դիվանագիտական զգայունություն եւ դատավորները դրա հիման վրա ավելի զգուշավոր են։ Ես իմ գործի օրինակով պիտի նախ Ձեր գործի օրինակով կարող եք ասել դատավորները այդ զգուշավորությունից զերծ էին, նաև եթե որպես շարունակություն խոսենք։ Օրինակ անդրադառնամ կարճման որոշմանը նախ, դատավորը կարճելով գործի վարույթը մեկ պարբերությամբ հիմնավորել էր, որ նա խղում էր արել արտգործնախարարության հուշաթերթիկին, այսպես ասած գրությանը, որ Վիեննայի կոնվենցիայից են օգտվում եւ դիվանագիտական անձեռմխելիություն պետք է կիրառել եւ պատճառաբանել էր այդ կիրառումը նրանով, որ քանի որ աշխատանքային պայմանագիրը միջազգային դիվանագիտական ներկայացուցչության միջև է, դա համարվում է օտարերկրապետության տարածք, հետևաբար այնտեղ կնքված աշխատանքային պայմանագիրը կարգավորվում է այդ տվյալ պետության նորմերով։ Ինչպես նաև այդ պայմանագիրը կնքվել է տվյալ պետության կարիքների սպասարկման համար։ Նախ ասեմ, որ իմ վստահորդը թարգմանիչ է եւ իր ծառայությունները դա նեղ մասնագիտական ծառայություններ էին, որոնք ուղղված էին ոչ թե տվյալ պետության կարիքների բավարարմանը, այլ երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների գործընթացը հեշտացնելու եւ հնարավոր դարձնելու։ Եվ երկրորդ դատավորը ուղղակի չէր նայել այն պայմանագիրը, որը դրված էր հայցի հիմքում աշխատանքային պայմանագրերի մեջ հստակ նշված էր քաղաք Երևան։ Իհարկե։ Քաղաք Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է եւ այո, պետք է կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որովհետեւ տվյալ պայմանագրի մեջ որևէ հղում չկար, որ վեճի դեպքում պետք է կիրառել այն երկրի օրենսդրությունը։ Հետևաբար այստեղ միանշանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է կիրառվեր։ Այսպիսի կարճ բարբերությամբ կարճել էր եւ այսինքն առանց խորանալու զրկել էր մարդուն իր դատական պաշտպանության իրավունքից, հնարավորությունից։ Ի պատիվ մեր վերաքննիչ դատարանի
դատավոր Անի Մխիթարյանի իմ կողմից շատ հարգված Իդեպ իմ կողմից էլ շատ գրագետ եւ խոր մեկնաբանությամբ որոշում էր կայացրել եւ գտել էր, որ հենց մեջ բերելով ես դրա համար ուզեցի իմ գործից խոսել, որ հենց Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հիմքում դրված էր միջազգային պրակտիկան եւ միեդի նախադեպային որոշումները, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկնաբանություն էր տվել իրավական, նշելով, որ դատական իմունիտետը կարող է սահմանափակվել եւ օրինաչափ էր գտել տեսության մեջ էլ այդպես եւ նաեւ մյուս անձեռնախելիության տեսակ։ Այսինքն միեդը օրինաչափ էր գտել դատական իմունիտետ սահմանափակելու միտումը, եթե այդ վեճերը վերաբերվում են այն աշխատանքային իրավահարաբերություններից ծագող վեճերին, որում կողմերից մեկը դիվանագիտական դեսպանատան անձնակազմի, ոչ թե դիվանագիտական անձնակազմի անդամ է, այլ վարչատեխնիկական անձնակազմի կամ սպասարկման անձնակազմի ներկայացուցիչ է։ Ես մի փոքր անց բացեմ այդ ճակերտները տարբերությունը ինչումն է, բայց հենց միջազգային պրակտիկան գալիս է այսպես միտումնավոր մեկնաբանությունները բարբերաբար գալիս են ձևավորելու, ամրապնդելու համակարգային մոտեցումը սովորութային իրավունքի, որ միջազգային հարաբերությունում ձևավորվում է եւ ամրապնդվում է։ Սա շատ կարևոր հանգամանք էր եւ վեճի ժամանակ իհարկե դատարանը անդրադարձել էր իմ բողոքի հիմնավորումներին, որ այս վեճում կա հակասություն, մի կողմից կոնվենցիայով, միջազգային պայմանագրերով, երկրի գլխավոր օրենքով, սահմանադրությամբ ամրագրված անձի դատարան դիմելու արդյունավետ դատական պաշտպանություն ունենալու միջազգային սկզբունքն է, միջազգային իրավունքի սկզբունքն է, մյուս կողմից դիվանագիտական անձեռնմխելիության սկզբունքն է եւ նմանատիպ հակասության դեպքում արդարադատության նժարը ուղղվել էր քաղաքացու դատարան դիմելու իրավունքի պաշտպանությանը։ Առավելևս որ արկա էր խախտում։ Դուք ասցիք ձեր խոսքում կարադառնաք վարչական եւ դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը, որովհետեւ այստեղ տարբեր պաշտպանության ռեժիմ է։ Իդեպ դատավորի հետ կապված ասեցիք, ես լրիվ ընդունում եմ, այն անաչառ դատավորներից է, այն սկզբունքային դատավորներից է, որ մեր պրակտիկայում եւ խորամուխ է լինում։ Ես ձեզ հետ բոլորովին կիսում եմ ձեր մոտեցումը եւ շարունակելով եկեք այդ տարբերությունը այնուամենայնիվ ներկայացնենք, որպեսզի անձիկ էլ տեղեկացված լինեն, եթե վարչասպասարկող անձնակազմի ներկայացուցիչ է անդամ, այստեղ իրավունքների պաշտպանության ռեժիմը ինչ ձևով է լինում։ Եվ մեր Վերաքննիչ դատարանի որոշումը, որում հղում էր կատարված միեդի որոշումներին եւ միեդի որոշումները մեկնաբանությունները տալիս են այնպես, որ դիվանագիտական անձեռնմխելիությունը կարող է սահմանափակվել, դա բացարձակ իրավունք չէ։ Կա հենց միջազգային իրավական ակտերից է։ Հենց կոնվենցիայով ինքը սա բարձրաբանում է կոնվենցիան, Վիեննայի կոնվենցիան, դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմ եզրույթը, որի մեջ մտնում է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, գործակալը եւ ներկայացուցչության անձնակազմը։ Անձնակազմը իր մեջ ներառում է դիվանագիտական աշխատակազմի անդամներ, վարչատեխնիկական աշխատակազմի անձնակազմի անդամներ եւ սպասարկման անձնակազմի անդամներ, դիվանագիտական անձնակազմի անդամները, դրանք բոլոր այն աշխատողներն են, որոնք ունեն դիվանագիտական աստիճան։ Դա կարող է լինել դեսպանը, հյուպատոսը եւ այլն։ Վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմի անդամները դրանք եւ մի բան էլ դիվանագիտական անձնակազմի անդամների վերաբերյալ նրանք պարտադիր պետք է լինեն ուղարկող պետության քաղաքացիներ, այսինքն տվյալ դեսպանության պետության քաղաքացիներ։ Այո, իսկ վարչատեխնիկական եւ սպասարկման անձնակազմի անդամները կարող են լինել արդեն ներկայացման, տվյալ պետության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող այլ անձինք։ Եվ այս սահմանափակումը դատական իմունիտետի վերաբերվում է բոլոր այն վեճերի ժամանակ ըստ միեդի նախադեպային որոշումների,
օրինակ Չուդակն ընդդեմ Լիտվայի գործով հստակ մի է որոշել է, որ այն աշխատանքային վեճերի ժամանակ, երբ որ նման վեճերը ծագում են այնպիսի աշխատանքային պայմանագրերից, որի կատարումը, այդ աշխատանքը կատարվում է ներկայացման պետության տարածքում, այսինքն հայց ներկայացվող պետության տարածքում, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, ուրեմն պետք է դատական իմունիտետը սահմանափակվի։ Այսինքն երկու պայման կա։ Վեճի ժամանակ հայց ներկայացնող անձը պետք է չլինի ուղարկող պետության, դեսպանության պետության քաղաքացի։ Եվ հայց ներկայացման պահին աշխատողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող անձ։ Այս երկու հանգամանքների պայմաններում արդեն վեճը վերաբերվում է ոչ թե դիվանագիտական անձի, դիվանագիտական աստիճան ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամի գույքային անձնական իրավահարաբերություններին, այլ աշխատանքային իրավահարաբերություններին եւ այստեղ պետք է մոտենալ աշխատող գործատու տեսանկյունից։ Եվ այստեղ աշխատանքային իրավահարաբերություններից ու եւ հնարավոր է գործատուն դիտվում է դատարան եւ արդեն այստեղ իմունիտետի հետ կապված հարցը բոլորովին։ Այս սահմանափակումը, որը դատական իմունիտետը սահմանափակում է, շատ կարեւոր է տարբերակել եւ ձևավորել պրակտիկան։ Ես շատ կարեւորում եմ փաստաբանների գործունեությունը ակտիվ այս հարցում, որտեղ անկախ նրանից, որ կարճման հավանականությունը բավական մեծ է, որովհետև վճիռը կայացնում է դատավորը այնուամենայնիվ կարող է չխորանալ եւ միանգամից կարճել, բայց բոլոր դեպքերում պետք է ձևավորել պրակտիկա եւ այդ իրավունքի բացը լրացնել։ Տիկին Բուջացյան, շատ կարևոր է միշտել նախադեպի ձևավորումը, այսպիսի մի հարց, արդյոք այստեղ ելնելով նաև կոնվենցիաների, համապատասխան կոնվենցիաների, որոնք մատնանշվեց կարգավորման առարկայից, միջազգային կազմակերպության եւ դեսպանության աշխատակիցները հավասար կարգավիճակով այստեղ կարող են դիտարկվել եւ դիմել դատարան, եթե օրինակ միջազգային կազմակերպության տեղացի աշխատակցի իրավունքներն են խախտվում, թե այստեղ իրավակարգավորման այլ դաշտ է գործում եւ սովորական աշխատանքային հարաբերություններին կարող են ամենայնիվ դիմել։ Առհասարակ քաղաքացիական դատավարական հարաբերություններում դատավարության մասնակիցները հավասար են օրենքի առաջ, ունեն հավասար իրավունքներ, պարտականություններ։ Ես նկատի ունեմ ռեժիմը զուտ անձեռնմխելիության, այստեղ նրանց նկատմամբ կիրառելի չի լինի, թե կախված է կոնկրետ որ կազմակերպությունում արդյոք տրվում այդ դիվանագիտական կարգավիճակը թե չէ եւ իրավունքների խախտում եթե եղել է դիմեն դատարան։ Դե օրենքի առաջ գիտենք բոլորս հավասար են։ Եթե դիվանագիտական աստիճան չունեցող անձ է եւ իրենց միջև կնքված աշխատանքային պայմանագիրը չի նշում այլ երկրի պետության օրենսդրություն վեճերի կարգավորման դեպքում, այլ նշված է քաղաք Երևան, այսինքն հենց Հայաստանի Հանրապետությունում որ ձեր գործը այդ ճանապարհը բացել է եւ կարող է կիրառել։ Եվ վեճի հարուցման ժամանակ տվյալ անձը դեսպանության երկրի քաղաքացի թե միջազգային կազմակերպության, այստեղ հարցը շատ եթե միջազգային կազմակերպության նույն իրավակարգավորումն է, թե կարող է ունենալ որոշակի առանձնահատկություններ։ Այստեղ խոսքը վերաբերվում էր միայն դիվանագիտական անձեռնմխելիության մասին, որպես օտարերկրյա պետության ներկայացուցիչ, օտարերկրյա պետություն։ Իսկ միջազգային կազմակերպությունները իրենք միջազգային իրավունքի նորմերով կարող են կարգավորվել, եթե տվյալ պայմանագրի մեջ հղում կա։ Եվ եթե չկա, տեսեք, քաղաքացիական դատավարությունը ինքը սուբյեկտներին չի առանձնացնում։ Օտարերկրյա պետությունը նույնպես քաղաքացիական դատավարական իրավունքի մասնակից է։ Օտարերկրյա կազմակերպությունը ֆիզիկական անձը, իրավաբանական անձը։ Այստեղ առանձնահատկությունը կայանում է անձեռնմխելիության, դիվանագիտական անձեռնմխելիության, որը պետք է լինի դիվանագիտական աստիճան ունեցող անձի հետ ավելի շատ գույքային եւ անձնային իրավահարաբերությունների ժամանակ կիրառելի։ Շատ բարի։ Եվ իմ վերջին հարցը, Տիկին Բուջացյան, նմանատիպ դեպքերում դատական ակտ, կայացված դատական ակտերի կատարման հետ կապված խնդիրներ առաջանում են, թե սովորական ձևով ներպետական մակարդակով ենթակա է կատարման դատական ակտ։ Քանի որ պրակտիկան քիչ է եւ մեծ մասը պրակտիկա է, եթե չեմ սխալվում, իմ գործը մեկն է կամ եզակիներից է, որ բավարարում է ստացել, այսինքն կարճումը վերացվել է։ Եթե կարճվում է եւ վերաքննիչ դատարանը թողում է անփոփոխ, այստեղ կատարման թեման փակվում է։ Այլ բան է, որ պետք է տանել փոխհատուցման ձեր դեպքում։ Այլ բան է, որ պետք է տանել վճռաբեկ դատարան, պետք է տանել միեդ, որպեսզի այդ
պրակտիկան ձևավորել։ Սա պետք է անպայման աշխատել, սա ծավալուն աշխատանք է, բարդ աշխատանք է, բայց դա անհրաժեշտ է հենց այդ պրակտիկայի ձևավորման համար։ Եթե վճիռը կատարվում է, կոնկրետ իմ դեպքում շատ է եղել հարց, անգամ իմ Facebook-յան էջում, երբ որ հրապարակում էի դրել, մեր շատ հայտնի իրավաբաններից մեկը, որ Գերմանիայում է աշխատում, մտավ բանավեճ մեջ եւ ասաց ճիշտ են արել, որ կարճել են, սա միևնույն է կատարման փուլում չի կարող իրականացվել։ Ինձ համար դա զարմանալի էր, հետո դադարեցի զարմանալ, որովհետեւ այնուամենայնիվ իրավաբանները փաստաբաններից ինչ որ չափով տարբերվում են, որովհետեւ փաստաբանները միտված են քաղաքացիների անձանց շահերի պաշտպանության։ Ոչ պրակտիկ իրավաբանները իրավունքի տեսության մեջ են նայում։ Տեսական մոտեցում են դնում, չնայած ես գտնում եմ, որ տեսական ճիշտ է։ Ես գտնում եմ նաև, որ տեսական պրակտիկան, տեսությունը եւս ձևավորվում է պրակտիկայի ազդեցության վրա, իրավունքը ինքը կենթանի օրգանիզմ է, ամեն օր փոփոխվող է։ Եթե կա ձևավորված պրակտիկա այսպես, դա չի նշանակում, որ միշտ այդպես պետք է անգամ, որ եթե Գերմանիան բոլոր այս վեճերը կարճում է, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է կարճի եւ այստեղ փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությանը, որ փոխեց պրակտիկան օրինակ եւ գտավ, որ ոչ, քաղաքացու դատական պաշտպանությունն ավելի բարձր է եւ դատական իմունիտետը պետք է այստեղ սահմանափակվի, եթե աշխատանքային վեճ է զուտ։ Հիմա անդրադառնալով հարկադիր կատարմանը, այդ վեճը վերաբերվում էր, թե ինչպես պետք է կատարվի։ Ինձ համար զարմանալի է, որ այդ հարցը առաջանում է նախ, որովհետեւ չենք մոռանում, որ խոսքը վերաբերվում է դիվանագիտական ներկայացուցչության մասին, այսինքն ինքը որոշակի հեղինակություն ունեցող միջազգային օտարերկրյա պետության ներկայացուցիչն է, ինչ է նշանակում, այսինքն եթե օտարերկրյա պետության դեմ կա վճիռ, որ ինքը պետք է կատարի, այսինքն անհերքելի, անվիճելի պարտավորություն, օտարերկրյա պետությունը պետք է խուսափի այն կատարել։ Չեմ կարծում, որ նման բան կարող է լինել։ Որ ցանկացած պետության համար դատական ակտի կատարումը հեղինակության խնդիր է։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Բուջացյան, շատ կարևոր էր այս հարցի բարձրացնումը եւ նաեւ դատական լավ պրակտիկայի ձևավորման տեսանկյունից հողում կատարելը այդ ձեր գործին եւ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր մենք խոսում ենք դատական իմունիտետի սահմանափակման իօքուտ աշխատողի իրավունքների պաշտպանության եւ մեր հյուրներ իրավաբան, փաստաբան Տաթևիկ Բուջացյանը։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։